Հայտնություն 4-րդ գլուխ։ Այնուհետև տեսա, որ ահա երկնքում բացված մի դուռ կար, և փողի ձայնը, որ լսել էի դրանից առաջ, խոսում էր ինձ հետ ու ասում. «Ելիր այստեղ, և քեզ ցույց պիտի տամ, ինչ որ ապագայում լինելու է»։ Եվ իսկույն հոգով պարուրվեցի, և ահա այնտեղ երկնքում տեսա մի աթոռ վրան մեկը նստած։ Նրա տեսքը նման էր հասպիս և սարդիոն քարերի, և մի ծիածան աթոռի շուրջ բոլորը, որ փայլում էր ինչպես զմրուխտը։ Աթոռը շրջապատում էին 24 այլ աթոռներ, որոնց վրա նստած էին 24 երեցներ, սպիտակ զգեստները հագած և գլուխներին ոսկե պսակներ։ Աթոռից ելնում էին փայլատակումներ, ձայներ ու որոտներ, և աթոռի առաջ կրակի 7 ջահեր, որ Աստծու 7 հոգիներն են։ Աթոռի առաջ ապակե նման ծով կար, բյուրեղի նման, իսկ կենտրոնում աթոռի շուրջը 4 կենդանիներ, առջևից ու հետևից բազմաթիվ աչքերով։ Առաջին կենդանին նման էր առյուծի, երկրորդ կենդանին եզան, երրորդ կենդանին մարդու դեմք ուներ, իսկ չորրորդ կենդանին նման էր թռչող արծվի։ 4 կենդանիներից յուրաքանչյուրն ուներ 6 թև, և ներսից և շուրջ բոլորը բազմաթիվ աչքեր, և զոր ու գիշեր անդադար ասում էին. Սուրբ, 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 ամենակալ Տեր, Աստված, որ են ես և որ գալու ես։ Երբ կենդանիները փառք, պատիվ և գոհություն են մատուցում աթոռի վրա նստածին, հավիտյանս հավիտենից ապրողին, 24 երեցներն ընկնում են աթոռի վրա նստածի, հավիտյանս հավիտենից ապրողի առաջ և երկրպագում նրան, իրենց պսակները դնում են աթոռի առաջ, ասելով. Տեր, Աստված մեր, քեզ վայել է փառք, պատիվ և զորություն, որովհետև ամեն բան դու ստեղծեցիր, և քո կամքով գոյություն ունեին և ստեղծվեցին։